Սրբազանի հետ կապված ուզում եմ մի փոքր մեկնաբանեմ եւ իմ կարծիքը արտահայտեմ, բոլորն ունեն իրավունք կարծիք արտահայտելու, չեմ զարմանում ինչ որ ես տեսնում եմ այս ամեն ինչը, բացատրեմ ինչու։ Ընկերներիցս մեկը, նախկին ընկերներիցս, sense կարելի ասել, որը շատ մեր տուն հաճախում էր, ամեն օր իրար հետ էինք, առավոտից իրիկուն, նույնիսկ ես իրանց տունը մնում, դադարեցինք շփվել, ես Աստծու ուղին ընտրեցի եւ փորձի ապրեմ Աստծուն հաճելի եւ Աստծու կամքի մեջ, ինչքան որ հնարավորն է, ու յան տվեցի բոլորից։ Ու այդ ընկերներիցս մեկը, ում մասին որ ասում եմ, այս սրբազանի շարժման հետ կապ ուներ, իրանց հետ շատ մտերիմ հարաբերություններ ուներ, չգիտեմ ինչեւ հիմա ունի թե չունի։ Մի օր ինձ տեսավ, ասես գիտես ինչ կա, հեսա որ Նիկոլին հեռացնեն, առաջինը գալու են ձեր տուն մտնեն ու տրակցնեն։ Սաղ դրան են սպասում, զգուշ կլինես։ Խեմ սենց բաց ասում, որտեվ ինչ որ տենում եմ ու հիմա չեմ զարմանում։ Փաստորեն այս ամեն ինչը իրականության հետ համապատասխանում է։ Այն մարդիկ, ովքեր Աստծու անունով փիառվում են, հավասարվելու են գետնին։ Իսկ այն մարդիկ, ովքեր Աստծու անունը բարձր են պահում, միշտ բարձունքում են լինելու։ Վարչապետի թշնամիներն են մտածում են ես վարչապետի հետ կապ ունեի, ինադու ցավացնում էին, որ տես արա յանիմ, բայց ես ընդհանրապես ոչ մեկի հետ ոչ կապ ունեմ, բոլորին հարգում եմ, նույնիսկ թեկուզ սրբազանը, որ այսքան բանի մեջով անցնում է, ու այս ամեն ինչը եթե համապատասխանում է իրականության հետ, ես էլի հարգում եմ, սիրում եմ, որովհետև իմ կռիվը ոչ թե սրբազանի հետ է, ոչ թե շարժման մարդկանց հետ է, իմ կռիվը իրանց մեջինի հետ է, հակառակորդի հետ է, եթե այս ամեն ինչը համապատասխանում է իրականությանը։ Ես Հիսուս Քրիստոսի հետևորդն եմ, թող Տերը ների ձեզ, ովքեր կազմակերպել են ու ուզեցել են սենց բաներ անեն, այսուհետ Աստծու անունը բարձր պահեք, որ բարձունքում լինեք եւ ապաշխարեք։